Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտքոֆն ու Կիրիլ Դմիտրիևը շատ դրական ու կառուցողական են գնահատել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ Դավոսում երեկվա հանդիպումը։ ԱՄՆ կողմից հետպատերազմական Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու եւ երկրի տնտեսական զարգացման շուրջ, սակայն համաձայնություն դեռ չկա։ Երկխոսությունը կառուցողական է եւ ավելի ու ավելի շատ մարդիկ են հասկանում Ռուսաստանի դիրքորոշման արդարացիությունը։ Մոտ 2 ժամ տևած հանդիպման մասին ասել է Վլադիմիր Պուտինի բանագնաց Դմիտրիևը։ Մենք շատ դրական հանդիպում ունեցանք իր հերթին ռուսական ռիագործակալությանն ասել է Ուիտքոֆը։ Ուկրաինական կողմն իր հերթին 3 հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականների հետ եւ համաձայնեցրել Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքների եւ հետագա դիվանագիտական աշխատանքի շուրջ մոտեցումները։ Նախագահ Զելենսկիի գրասենյակի ղեկավար Կիրիլո Բուդանովն ասել է, որ առաջ են շարժվում։ Չեմ կարող ասել, որ վաղը անպայման խաղաղություն կունենանք։ Եթե որևէ մեկը նման բան է խոստանում, դա ճիշտ չէ, բայց մենք հսկայական ջանքեր ենք գործադրում դրան հասնելու համար։ Financial Times-ը գրում է, որ Գրենլանդիան ձեռք բերելու Դոնալդ Թրամփի փորձերի եւ նրա առաջարկած խաղաղության խորհուրդ նախաձեռնությանը Եվրոպայի դիմադրությունը խափանել են պատերազմից հետո Ուկրաինայի համար տնտեսական աջակցության ծրագրերը։ Թերթը իրավիճակին ծանոթ 6 պաշտոնյայի հղումով գրում է, որ նախատեսվում էր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել Ուկրաինայի տնտեսական զարգացման $800 միլիարդ արժողությամբ ծրագրի մասին, որը պետք է համաձայնեցվեր Միացյալ Նահանգների, Ուկրաինայի եւ Եվրոպայի միջև, սակայն այն հետաձգվել է։ Այս պահին ոչ ոք տրամադրված չէ մեծ ներկայացում բեմադրելու Թրամփի հետ համաձայնագրի շուրջ, թերթին ասել է պաշտոնյաներից մեկը։ Այդուհանդերձ ըստ պարբերականի ծրագիրը չի հետաձգվում անորոշ ժամանակով, այն դեռ կարող է ստորագրվել ավելի ուշ։ Ուկրաինայի նախագահը երեկ հայտարարել է, որ Դավոս կմեկնի, եթե երկու փաստաթղթերը պատրաստ լինեն ստորագրման։ Ու մինչ փաստաթղթերի ստորագրման հեռանկարը մշուշոտ է, ռուսական զինուժը անօդաչուներով զանգվածային հարձակում է գործել Օդեսայի վրա։ Վնասվել են տներ, ենթակառուցվածքներ կա տուժած, եւս մեկ մարդ տուժել է Խերսոնում։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ երեկվա հարվածների հետևանքով Կիևում ավելի քան 1 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Քաղաքից զգալի մասում չկա նաեւ ջուր եւ ջեռուցում։ Մայրաքաղաքում վրանային կացարաններ են ստեղծվել, որտեղ բնակիչները կարողանում են տաքանալ, հեռախոսներ լիցքավորել։ Հիմա ամենադժվար պահն է։ Մենք երբեք նման իրավիճակ չենք ունեցել, երբ միևնույն ժամանակ չի եղել ոչ ջեռուցում, ոչ էլեկտրաէներգիա, ոչ ջուր։ Բնակարանում ասես խցում լինես, ինչ կարող ես անել այնտեղ։ Այստեղ եմ եկել, որ տաք ջուր վերցնեմ, որպեսզի կարողանանք թեյ խմել։ Տանը ոչ սառը ջուր կա, ոչ ջեռուցում, ոչ էլ էլեկտրականություն։ Եթե երկար ժամանակ ջեռուցում չլինի, ապա մտածում ենք գյուղ գնալու մասին, գոնե փայտի վառարան կա այնտեղ։ Ես հարազատներիս համար արտաքին մարտկոցներ եմ բերել, նաև փորձում եմ նրանց ֆինանսապես օգնել, բայց օգնում եմ իմ ուժերի ներածին չափով։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Ռուսաստանի մաս կազմող Ադիգեյայի հանրապետության Նովայա Ադիգեյա բնակավայրին, կա 13 տուժած, եւս 10 մարդ տուժել է Կրասնոդարում։